Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ երգիչ Մհեր Մովսիսյանի հետ, որն ավելի շատ հայտնի է Մհեր Արմենիա բեմական անվամբ։ Բարև ձեզ Մհեր, Թալինում մասնակցում էիք պատարագի, որին մասնակցում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նախ ինչու որոշեցիք մասնակցել պատարագին եւ ինչ էիք փորձում նաեւ ձեր մասնակցությամբ ցույց տալ։ Ինչպես ես նշել էի արդեն այդ օրը, որ տալիս էի հարցազրույց, ինձ հետաքրքիր էր տեսնել ժողովրդիս այս կողմին, հա, որովհետև շատ եմ ներկա գտնվել ընդդիմադիր դաշտի ժողովրդիս հավաքներին, միջոցառումներին, նաև ուզում էի տեսնել ինչպիսի տրամադրվածություն կար եւ ուզում էի աղոթք բարձրացնել եւ իմ քայլով, այսպես ասած, կոտրեի այդ կարծրատիպները, որ անկախ որ մարդը կարող է լինել ընդդիմադիր հայացքների մարդ, ապա նա միանշանակ կարող է մասնակցել պատարագին, որտեղ որ բարձրացվում է աղոթք, քանի որ բոլորս էլ քրիստոնյա ենք, բոլորս էլ հայ ազգի ներկայացուցիչ ենք, անկախ քաղաքական հայացքներից։ Հետաքրքիր էր, դա իմ կամքներ, իմ որոշումներ, գիտեի, որ թիրախավորվելու եմ տարբեր կողմերից, բայց եկեղեցում բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ քրիստոնյա ենք եւ յուրաքանչյուրի կարծում եմ առաքելությունն է դնել մի կողմ, հա, քաղաքական հայացքները եւ մտնել Աստծո տուն, եկեղեցի, աղոթք բարձրացնել, դա հենց կոչվում է քրիստոնյա լինել, ժողովրդավար լինել, մոտ լինել, մարդկանց հետ շփվել։ Իսկ դուք քաղաքական հայացքները մի կողմ եք դրել գնալով եկեղեցի, թե քաղաքական հայացքները պարզապես փոխվել են ժամանակի ընթացքում։ Օրինակ ես կարող եմ ասել, որ որպես ընդդիմադիր հայացքների տեր մարդ մնում եմ այդ կարծիքին, որովհետև ես միշտ այնքան ժամանակ, երբ որ քայլում էի շուրնուխից, պահանջում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց երբեք թույլ չեմ տվել, օրինակ ինձ օգտագործել ինչ-որ շատ վատ, բառապաշար, որը օրինակ օգտագործում է այլ ընդդիմադիր գործիչների կողմից, հա, թիրախավորելով անձերի, որովհետև երբ որ դու քննադատությունը լինում են առողջ, դա ողջունելի է, պետք է քննադատվի գործունեությունը այս կամ այն քաղաքական ուժի կամ գործունեության, բայց ոչ թե անձերը։ Քաղաքական հայացքները մնում են նույնը այն առումով, որ ես կարող եմ հիմա էլ եթե ես տեսնեմ որոշ գործունեություն օրինակ իշխանության կողմից, կարող եմ դա քննադատել, ասել, որ սա սենց չպետք է լինի ըստ իս։ Բայց չեմ համարում, որ հիմա ինչ որ օգտագործում է ընդդիմադիր դաշտի կողմից, դա ճիշտ է, այն բառապաշարը, որը օգտագործվում է երկրի ղեկավարության հանդեպ, ես դա սխալ եմ համարում։ Իմ դաստիարակությունը, իմ կրթվածությունը թույլ չեն տա երբեք, որպեսզի ես քննադատեմ անձերին։ Իսկ որը դարձավ մոտիվացիան, որ որոշեցիք առհասարակ մտնել քաղաքականություն, ինչպես դուք նշեցիք, շուրնուխից, եթե չեմ սխալվում, 3 մասնակից ունեք ձեր շարժումը, 3-ով քայլեք Երևան եւ այդպես էլ հանրային կարծես թե մեծ հնչեղություն չունեցավ այդ շարժումը։ Ինչու որոշեցիք մտնել քաղաքականություն, ինչ էիք փորձում փոխել եւ ինչ ստացվեց արդյունքում։ Այդ ժամանակ դա 20 թվականն էր, երբ որ ես պարբերաբար իմ կարծիքն է արտահայտում, ինձ ասում էին մի զբաղվի քաղաքականությամբ, այդ ժամանակ ոչ կուսակցություն կար, ոչ մի բան, պարզապես որպես ՀՀ քաղաքացի արտահայտում եմ իմ կարծիքը։ Հետո դրանից հետո ասեցի լավ, մի րոպե։ Հիմա եթե տենց, ուրեմն հիմա ես կզբաղվեմ քաղաքականությամբ եւ կորոշեմ ստեղծեմ քաղաքական ուժ եւ սկսեցինք քայլել։ Այդ ժամանակ որ քայլում է արդեն մեր կուսակցությունը գրանցված էր։ Մենք ստացել ենք պետական գրանցում, պարզապես դա քաղաքական ակցիա էր եւ հետաքրքիր էր։ Բայց ինքնանպատակ էր, թե ինքնանպատակ էր։ Ոչ մեկ չէր դրթե ասել արի սենց քայլ արա կամ հետո հացադուլ դրանից հետո, հա, հաջորդեց քայլելուց։ Այդ ընթացքում շատ բան հասկացա, այդ ընթացքում որպես քաղաքական process ինձ հետաքրքիր էր։ Ինչ է տեղի ունենում, քայլելը ինչ նպատակ ունի, ինչ ունեմ ասելու։ Եվ այդ ժամանակ նույնպես պարզապես կարող էի համաձայնչել երկրի ղեկավարության հետ եւ պահանջում էի այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիմա այդ ընթացքում շատ բան ինձ պարզ եղավ, որովհետև եթե դու ուղակի այս կողմից ես նայում, էկրանից հետևում ես, ինչ որ կոմենտ ես գրում, ինչ է մասնակցություն ունենալ process-ների մեջ, այդ ժամանակ երևաց ով է իսկական ընդդիմադիրները, որովհետև եթե ես ընդդիմադիր ուժ եմ ներկայացնում, ապա ուր են ընդդիմադիր, այսպես ասած, գործընկերները, որոնք նույնպես կարծես թե պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը։ Հասկացա, որ ես մենակ եմ։ Այդ գործում դուք մենակ եք։ Այո, գործում մենակ եմ, որովհետև բոլոր ընդդիմադիր ուժերը, կարելի ասել բոլորը, զբաղված էին ոչ թե կանգնել այս ընդդիմադիր գործչի կողքին, հակառակը թիրախավորում էին, ծաղրում էին։ Իսկ միգուցե պատճառն այն էր, որ նաև ինչ որ իմաստով լուրջ չէին ընկալում, պիտակավորում էին, ասում էին, որ դա շոու է, դուք ինչ որ մեկի պրոյեկտն եք, դա որևէ լուրջ քաղաքական ենթատեքստ չկա այդ շարժման մեջ, դա հանրային հնչեղություն չունեցավ ու այսպես շարունակ։ Այսինքն դա ոչինչ չտվող process էր ըստ էության նաև ստացվեց։ Այս դեպքում կարող է դրա համար հարցրեցի ինքնանպատակ էր այդ քայլելը, թե որևէ նպատակ ուներ եւ այդ նպատակին կամ հասակ կամ չհասակ։ Ես ինձ համար շատ նպատակների հասա։ Ինձ պետք էր, ես ուզում եի այդ process-ին մասնակցել, ես ուզում եի տեսնել ինչպիսի արձագանքներ կլինեն եւ այդ արձագանքները ստացա։ Զարմանալին այն էր, որ այսպես կոչված ընդդիմադիր գործընկերները ոչ թե փորձում էին աջակցել այս ընդդիմադիր ուժին, ինչպես օրինակ եթե լինում է ինչ-որ ընդդիմադիր շարժում, հա, ինձ ասում են, հեր, դու էլ արի մասնակցի։ Օրինակ, ես հիշում եմ, որ ես մասնակցում էի Սրբազան, Բագրատ Սրբազանի այդ շարժմանը։ Չէ որ ընդդիմադիր ենք, մենք ընդդիմադիր գործիչներ ենք, բայց այդ դեպքում ես ասեմ, բայց այդ դեպքում ինչու դուք չէիք մասնակցում, որպես ես ընդդիմադիր գործիչ էի ներկայանում։ Այստեղ շատ բաներ հասկացա։ Հետո մտածեցի, որ սա նույնպես ժողովրդի կողմից ողջունելի շարժ է, հա, շարժում է, որպես ընդդիմադիր հայացներով մարդ, բայց հետո հասկացա, որ չէ, այստեղ ավելի շատ ուրիշ նպատակներ կան, որը ինձ պարզ դարձավ հենց այդ ժամանակ, դրա համար ես այլևս չեմ աջակցում այդ շարժումներին։ Հիմա հարցը մնում է, այսպես ասած, հա, օդի մեջ կարելի է ասել, ինչ նախնդիրը, որ ընդդիմադիր դաշտը չի կարողանում ձևավորվի։ Ընդդիմադիր դաշտի ես ավելի շատ ոչ թե ուզում խոսեմ իշխանության, այլ ընդդիմության, որտեղ ստեղ կա շատ լուրջ խնդիր ընդդիմության մեջ։ Ընդդիմությունը ոչ մի ձև չի ուզում համախմբվի, օրինակ, հա, մի օրակարգի շուրջ։ Իսկ ո՞րն է ընդդիմության օրակարգը մահեր։ Ո՞րն է ձեր օրակարգը նաև պարզապես վարչապետի հրաժարականը։ Մենք ասում ենք, որ այո, օրինակ համաձայն չենք այն ժամանակ դելիմիտացիա դեմարկացիայի հետ։ Շատ բաներ պարզ չէր, կարծում ենք թե ինչ որ ավելի շատ հողերի հանձնում է գնում, որովհետև այդպես էր ինֆորմացիան տարածում, պարզաբանում չկար։ Հիմա որ անցել է ժամանակ, արդեն շատ ուրիշ ձև է հայացքները, հա։ Հիմա այն մարդը, որ իր կարծիքը երբեք չի փոխում։ Որտեղ կարծիքը այնպիսի բան է, որ եթե դու տեսնում ես իրականությունը, պետք է ուրեմն փոխես քո կարծիքը։ Հիմա օրինակ տեսնում եմ ընդդիմությունը ամբողջովին քննադատում է վարչապետի հանդիպումը Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփ նախագահի հետ եւ Ալիևի հետ եւ ասում են, որ դա խաղաղություն չի եւ այլն։ Ես համաձայն չեմ։ Եթե խաղաղությունը քարոզվում, խաղաղության ճանապարհին են կանգնած, բոլոր ուժերները պետք է ուրախ լինեն, որ մեր մոտ այլևս պատերազմներ չլինեն, խաղաղություն լինի։ Ես չեմ հասկանում իրանք ինչ են ուզում, ենթադրենք ընդդիմությունը եկավ իշխանություն, ինչ պատերազմ պետք է լինի, նույն խաղաղության թեզը պետք է չէ տարվի, հետ որ մի երկրի ղեկավարությունն է ուզում պատերազմ։ Չէ, օրինակ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ մենք մեզ չենք սահմանափակելու այս 29000-ով, քեզ գործոն չեն ընկալի պարզապես, իսկ դա ուղղակի նշանակում է նկատում այլ երկրի սահմանների, տարածքների նոր պատերազմ, հա։ Չէ, դա անթույլատրելի է, որովհետև յուրաքանչյուր երկրի ղեկավար պարտավոր է ձգտի խաղաղությանը, պարտավոր է հարթի այն սուր անկյունները, որը տեղի են ունեցել եւ ոչ մի մարդ, ոչ մի Հայաստանում ես վստահ եմ, թեկուզ իմ շրջապատում մարդիկ ոչ մեկ չեն ուզում պատերազմ։ Այսինքն դուք խաղաղության օրակարգին դեմ եք։ Միանշանակ ես խաղաղության օրակարգի այդ ուղղության կողմնակից եմ եւ ողջունում եմ գործող իշխանության, մեր երկրի վարչապետի այդ ճանապարհը, որը նա հիմա կանգնած է այդ ճանապարհին։ Մենք բոլորս պետք է ձգտենք դեպի խաղաղություն, թե մեր ներսում ինչպիսի զարգացումներ քաղաքական կլինեն, դա հարցի երկրորդ կողմն է, բայց խաղաղությունից լավ բան չկա, բոլորն էլ ուզում են խաղաղ ապրել։ Մենք շատ այս վերջի տարիները արյուն թափեցինք, այս ամեն ինչի միջով անցանք,
հերիք է, հերիք է, մարդիկ պետք է վերջը հանգիստ ապրեն։ Հետ քանի որ հարցի պատասխանը այդպես էլ չստացա, շուրնուխում այդ գործողությունները, որ սկսել եք եւ այդ քայլերթով դեպի Երևան գալը վարչապետի հրաժարականը պահանջելը, քանի որ դա ամեն կերպ որակվում էր, որ դա շոու է, որ դա որևէ պրոյեկտ է, այո, հիմա դա շոու էր, թե դուք իրապես մտածում եք, որ դա կարող է որևէ հաջողություն բերել ձեզ, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլեց եւ հաջողություն ունեցավ։ Դուք ինչ ակնկալիքներ ունեիք, ինչ որ մեծ բանի էր դա վերածվելու, թե պարզապես շոու էր եւ որոշեցիք քայլել, այդ ակցիան դուք էլ անել։ Դե տեսեք, ախր օրինակ երբ որ ես միջոցառում եմ կազմակերպում, համերգ եմ երգում, դա շոու է, բայց քաղաքականության մեջ չեմ ուզում որ որակվի դա շոուի։ Դա պարզապես քաղաքական ակցիա էր, որի մենք ոչ մեկը չգիտենք ոնց կզարգանա, ինչ կլինի։ Պարզապես երեք ընկերներով որոշեցինք իմ նախաձեռնություններ փորձենք մի հատ էլ մենք քայլենք, հետո տեսնենք ինչա կատարվում, ով մեզ կմիանա, ով չի միանա։ Հա, դա եղավ, մենք մեր համար արեցինք հետևություններ ու սկսեցինք ապրել արդեն ոչ այդ անցյալով, գնացինք առաջ։ Ես ասում եմ, դա համ նաև իմ անձնական, հա, պատկերացումներն էր, ես ուզում եի հասկանալ ով է, ընդդիմադիր դաշտից ով կգա, ով կկանգնի, հասկացա, որ ես մենակ եմ։ Բայց դրանից հետո դուք գնացիք եւ Բագրատ Գալստանյանի շարժմանը մասնակցեցիք։ Հետո անցավ ժամանակ, նորից ընդդիմադիր գործունեություն, ընդդիմադիր իմ գործընկերների հետ շարունակեցի, որոնք որ ոչ բոլորն են իհարկե, հա, այսպես ասած, ինչ որ վատ մարդիկ կամ վատ խմբեր, չէ, պարզապես հասկացա, որ քաղաքականության մեջ կան նրբություններ, որը որ միջև չանցնես չես հասկանա։ Դա էր, թե չէ, այլևս օրինակ հիմա որ ինձ ասեն արի մի հատ ընդդիմադիր գործունեության կամ շարժում հետ եղիր, ես չեմ լինելու, ես հրաժարվում եմ, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ ամեն մեկը ադյալը քաշում է իր վրա, իսկ ես չեմ ուզում դրա մեջ մասնակից լինել, ես չեմ ուզում, որ պարզապես պայքարես ու արդյունքում ոչ մի բան չլինի։ Ինչ իմաստը որն է այդ դեպքում։ Այսինքն ընդդիմադիր շարժումների պայքարի արդյունքում ոչինչ չի լինի։ Ոչ, որտեղ ես չեմ տեսնում այնտեղ անկեղծություն։ Իսկ ի՞նչն է այնտեղ, եթե անկեղծությունը չի մոտիվացիան։ Պարակվածություն կա ընդդիմադիր դաշտում։ Հանուն ինչի է պայքարում ընդդիմադիր դաշտը, ինչի դեմ է պայքարում, ինչ է ուզում փոխել։ Եթե յուրաքանչյուր ընդդիմություն ուզում է գա իշխանություն, բարձ է, թե ուրիշ ոչ մի նպատակ չկա։ Բայց ինչ գաղափարներով գալ, որպեսզի տանել նորից երկիրը պատերազմի, իհարկե դա սխալ է։ Գալ իշխանության հետ մուր հանել նախկին հիմա, այսպես ասած, հա, իշխանությունից դա էլ անիմաստ է։ Այսինքն ինչ նպատակն է։ Ի վերջո, թե իշխանություն, թե ընդդիմություն պետք է աշխատեն հանուն հայ ժողովրդի, հայ ազգի։ Օրինակ ես որ գնացել եի Թալին, ես նաև գնացի Խաչի գյուղ վարչապետի հետ մասնակցեցի այդ պատարագին։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ նորմալ ժողովուրդ է մեր ժողովուրդը։ Ես ուզեցա իմ աչքով տեսնեմ, նորմալ մարդիկ շփվում են ու կապ չունի, որ քաղաքական տարբեր հայացքներով կարելի է։ Ճիշտ, այնտեղ շատերը բնականաբար վարչապետի կողմնակիցներն էին, բայց ես նաև համարելով ինձ ժողովրդի մեջի մարդ, ոնց որ ժողովուրդը 18 թվականին ընտրեց, ես ինչ պետք է ասեի, չէ, մի ընտրեք։ Ժողովուրդը ընտրեց, ես էլ ժողովրդի մի մասնիկ եմ, ես էլ ընտրեցի։ Այսպես համախմբվեցի այդ մտքի հետ, որ երկրում ժողովուրդը ուզում է փոփոխություններ։ 21 թվականին ընտրությունները ինչքան էլ փոփոխությանը մասնակցել եք, ճիշտ հասկացա։ Չէ, չեմ մասնակցել։ Հա, պարզապես այդ որոշումը ձեր համար ընկալելի է։ Իհարկե, դե եթե ազգս ընդունում է, ժողովուրդս ընդունում է այդ փոփոխությունները, ես ով եմ որ չընդունեմ։ 21 թվականը նույնպես, հետո օրինակ ես տեսա, որ իրոք ժողովուրդը սատարում է վարչապետին։ Չէ, դե պետք է աչքովդ տեսնես, էլի, ինչքան էլ ասեն կողքից, ինչքան էլ լինես ինչ որ տարբեր կարծիքների շուրջ պատտվես, բայց քո աչքով ավելի լավ տեսնես, քան թե ասում եմ лучше один раз увидеть, чем 100 раз услышать։ Հիմա իմն էր։ Իսկ ինչով է պայմանավորված ձեզ այդ ժողովրդի կողմից այդ սերը, սատարումը, միգուցե որ ժողովուրդը իսկապես ուզում է խաղաղություն, ինչի դեմ նաև պայքարում են որոշ ուժեր։ Ժողովուրդը միանշանակ ուզում է խաղաղություն։ Ես էլ եմ կողմնակից խաղաղության։ Ինչով է պայմանավորված, երևի վարչապետը անկեղծ է իր ժողովրդի հետ, որը որ չի տեսնում ժողովուրդը այլ քաղաքական ուժերի մեջ, այդ անկեղծությունը չկա նրանց մեջ։ Միգուցե չափից շատ անկեղծ է, էդ էլ է հա թիրախավորվում, որովհետև
ուղղակի մարդկային առումով ինչքան շատ անկեղծ ես լինում, այնքան շատ ես թիրախավորվում։ Բայց ինչևէ, ես տեսնում եմ անկեղծություն կա գործող վարչապետի կողմից, իր կողմնակիցների ժողովուրդն էլ, ախր ժողովուրդը ամեն ինչ տեսնում է։ Հասարակ օրինակ, եթե երգիչը դուրս է գալիս բեմ, մի հատ երգ է երգում, կամ մյուս երգիչն է դուրս գալիս, ժողովուրդը գիտի ով է անկեղծ երգում, իսկ ով է խաղում թե անկեղծ է։ Այդ տարբերությունը քաղաքականության մեջ էլ կա։ Հիմա եթե վարչապետը վայելում է ժողովրդի սերը, դա չես կարա դա ասես տենց չի, տենց է, դա երևում է։ Ես հույս ունեմ, որ 26 թվականի ընտրությունները ժողովուրդը նորից իր կարծիքը կհայտնի, ինչքան էլ մենք քաղաքական ուժերը, ինչքան էլ պոլիտիկան, այս կողմ են կողմ, սենց ինչ-որ շարժումներ սկսվի, ժողովուրդը իր կարծիքը կասի։ Իսկ ժողովրդի որոշումն էլ դա Աստծո կամքն է։ Նաև այդպիսի տեսակետ կա մհեր, որ արվեստագետները միշտ ամեն ինչ շատ ավելի խորն են զգում, շատ ավելի խորն են տեսնում ու հասկանում։ Ըստ ձեզ նախ ինչ է պակասում մեր ժողովրդի մեզ եւ ինչը կփոխեիք դուք նաև։ 26 թվականի նաև այդ նախընտրական տրամաբանության մեջ։ Ես կուզեի, որ մեր ժողովուրդը անկախ իր քաղաքական հայացքներից, իշխանական ընդդիմություն լինի, իրար չհայոյեն, իրար չհանիցեն, իրար մեջ այդ չարությունը կորի։ Մենք կարող ենք լինել միասին տարբեր քաղաքական հայացքների, բայց եկեղեցի մտնում ենք, աղոթում ենք նույն Աստծուն, չէ՞, մեր Հիսուս Քրիստոսին։ Այդ սերն է պակասել մեր ժողովրդի մեջ, ինչ նաև պակասել է դա ընդդիմադիր ու իշխանական, այդ մտորումների մեջ։ Ես չեմ, օրինակ ինձ շատ տհաճ է այսօր տեսնում եմ այդ չարությունը, համացանցում չարություն։ Հիմա ես գնացի վարչապետի հետ, իմ երկրի վարչապետն է։ Ես կարող եմ լինել նրա դեմ գործունեությունը, բայց ես գնում եմ նրա հետ մասնակցում եմ պատարագի։ Ինչ կա այդտե վատ բան, այսինքն ես ինչ, եթե ես ընդդիմադիր հայացքների տեր մարդ եմ, ես պետք է ասենք վարչապետին, չգիտեմ, ինչ որ խոսքեր ասեմ, ատելություն սերմացնեմ, իմաստը ո՞րն է։ Այդ դա է պակասում, մենք պետք է համերաշխության սեղանին գանք, ես այն հարցազրույցում էլ Թալինում ասեցի, որ դա է պակասում, սերն է պակասում, բարիությունն է պակասում մեր ժողովրդի մեջ, քաղաքական հայացքները տարբեր կարող են լինել, բայց ոչ թե իրար սենց ատենք, իրար չսիրենք, գոլեգաներս տարբեր տեսակի են, օրինակ իմ կողմից շատ սիրված Ռիչարդ Մադլենյան մի հայտարարություն արեց, այ Հասան Ռիչարդի վրա, կամ ես հիմա իմ վրա են, հա, թիրախավորում են ինձ, թե ինչ եմ ես գնացել վարչապետի հետ, ուրեմն մասնակցում, լսեք, ի վերջ ես մարդ եմ, ես ում հետ կուզեմ, ուզեմ կգնամ, դա իմ որոշումն է, ինձ ոչ մեկ չի կարող ասի գնա կամ մի գնա, դա իմ որոշումն է, ես ուզում եմ իմ աչքով համոզվեմ, իմ աչքով տեսնեմ։ Դա է պակասում։ Իմ գոլեգաները շատերը լռում են, չեն ուզում խոսեն, չեն ուզում նույնպես թիրախավորվեն, ոչ այս կողմից, ոչ այն կողմից, բայց իսկ ինչով է պայմանավորված այդ հենց այդ թիրախավորումներից, որ կաշկանդված են, այսինքն վախենում են հանրության արձագանքից։ Հանրության արձագանքից, մեկնաբանություններից Facebook-ում, չէ՞ որ մենք մի հատ էլ բացի իրական Հայաստանից, մի հատ էլ Facebook-յան Հայաստան ունենք։ Հիմա խնդիրները շատ են, երկրում շատ մարտահրավերներ կան տարբեր քաղաքական գործիչներ, որոնք տարբեր ուղղվածություն են, գաղափարախոսություն են բերում առաջ, վերջը ամեն ինչը ժողովուրդն է ընտրում, կարևորը այն է, որ սերը լինի, համերաշխություն լինի մեր մեջ, պոլիտիկան կանցնի, քաղաքականությունը կփոխվի, շատ բաներ կփոխվեն, բայց ախր մենք հետո պետքա ոնց ենք նայելու իրար աչքերի մեջ։ Հիմա իմ համերգին գալիս են հանդիսատեսը։ Ես իրանց չեմ ասում, դուք օրինակ չգիտեմ, իշխանության կողմնակիցն եք, իսկ դուք ընդդիմադիր, դուք եկեք հələ մի հատ իրար կողքին նստեք, ես ձեզ տանեմ տարբեր կամ ես ձեր համար չեմ երգի կամ ես ձեր համար լավ կերգեմ, դրա համար վատ կերգեմ։ Այն մարդը իմ համերգին գալիս է հանդիսատես։ Իմ համար ինչ տարբերություն իրանք որ քաղաքական թիմին են պատկանում։ Դա նշանակում է, որ պետքա լինի, ոնց ասեմ, ոչ թե հավասարություն, այլ պարզ լինենք էլի իրար հետ։ Մայր, իսկ այդ անհրաժեշտությունը կա, որ ամեն դեպքում արվեստագետները մի կողմ պիտի թողնեն այդ մտավախությունները, որ կթիրախավորվեն, այդ Facebook-յան Հայաստանի մասին, որ դուք խոսեցիք, եւ ամեն դեպքում կարիքը կա, որ իրենք ամեն դեպքում խոսեն, բարձրաձայնեն, չլռեն։
միանշանակ կարիքը կա խոսելու, յուրաքանչյուրը իրավունք ունի խոսելու, բայց այստեղ ոչ մեկի լեզուն sense չի քաշում, էլի, ամեն մարդ ուզում է խոսում է։ Ես օրինակ այդ առումով համարձակ եմ։ Միշտ խոսել եմ, միշտ ասել եմ իմ կարծիքը։ Ինչքան էլ թիրախավորվում եմ, ինչքան էլ պիտակավորվում եմ եւ այլն, բայց ոչինչ, ասում եմ, մեր ժողովուրդն են, կանցնի ժամանակ ամեն ինչ կհանդարտվի, կհասկանան։ Ես ներում եմ բոլորին, ներում եմ, թող կարևորը սերը շատ իրանց մեջ լինի։ Քանի որ խոսեցիք համերգին, ասացիք չեմ կարող մի քաղաքական հայացք ունեցողին ասել ձեզ համար լավ կերքեմ, մյուսի համար ասեմ ձեզ համար վատ կերքեմ, իսկ նորմալ է, որ օրինակ եկեղեցին կամ գոնե եկեղեցու վերնախավը ըստ էության նման տարանջատում է դրել, այսինքն հստակ քաղաքական ուղղորդվածություն ունի եւ այսպես ասում է, որ անգամ ԿՊԱ-ականները պիտի եկեղեցի չմտնեն, ԿՊԱ-ականներին չենք կնքելու, այսպես շարունակ ու եթե եղել եք թե Թալինում, թե Խաչիկում, գիտեք, որ նաեւ վարչապետի պատարակների գնալը ինքնանպատակ չէ եւ դրանով վարչապետը բազմիցս հայտարարել է, որ փորձում է նորոգել, այսպես ասած, մայրաթոռը եւ գիտեք, օրակարգ կա կաթողիկոսին հեռացնելու։ Ձեր վերաբերմունքը այդ առումով ինչպիսին է, այսինքն դուք նաեւ այդ օրակարգն եք կիսում։ Ես այնտեղ էլ ասեցի, ինձ համար վարչապետը վարչապետ է, վեհապարը, այդ դաշտ չեմ ուզում մտնեմ, ոչ ուզում եմ թիրախավորեմ, ոչ մեկին չեմ ուզում թիրախավորեմ։ Որը բարին է, թող նա էլ կատարվի, որը Աստծո կամքն է, թող նա էլ կատարվի։ Վերջիվերջո այս ամեն ինչ մենք բոլորս Աստծո ձեռքի տակ ենք, Աստված ամեն ինչ տենում է, եւ ամեն ինչը ուշում ենք արդեն հասել ենք այդ գնում է, հա, կոնֆլիկտ պետություն, եկեղեցի, իշխանությունը այնտեղ էլ է, իշխանությունը ամեն ինչը Աստծո կամքով կլինի, որը բարին է, թող դա էլ լինի։ Ես մենակ կարող եմ ասել, որ իմ կոչը նա է, որ եկեք միասին իրար հետ լավ, բարի դրացիական հարաբերություններ ունենանք։ Կարող ենք տարաձայնություններ ունենալ, կարող ենք պետությունը համաձայն չլինի եկեղեցու հետ, ինչ որ sense խնդիրներ լինեն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է իրար կներեք, միս ուտենք ու, չգիտեմ, մահ ցանկանանք, որ ես տեսնում եմ, օրինակ, մեր մեկնաբանություններում, թե կլինեն ֆեյքեր, կլինեն տարբեր մարդիկ իրանց կերպարներով։ Իսկ եկեղեցին այդ առումով անելիք չունի, որ մենք միասնական լինենք ու դուք ինչպես ասացիք, որ սերը տիրի, ոչ թե ատելությունը, ոչ թե իրար տարանջատեն կամ ոչ թե մեկը մյուսին նեռ անվանի ու կամ հոգևորականը շարժում սկսի, օրինակ կաթողիկոսի օրհնությամբ։ Դա նորմալ է ըստ։ Ես կարծում եմ, որ բոլոր այն խնդիրների մասին, որոնք դուք նշում եք, դա այն խնդիրներ են, որովհետև ժամանակին նույն վարչապետը կաթողիկոսի հետ շատ լավ էր, ամեն ինչ գնում էին պատարակի, մասնակցում էին, թե հետո ինչ եղավ, ես այդտեղ էլ չեմ կարող ասել, բայց կարծում եմ բոլոր խնդիրները կլուծվի, ամեն ինչ կգա իր տեղը կընկնի, ամեն ինչ լավ կլինի, վերջիվերջո մենք հայ ենք, մենք պետքա այդ շատ sense դնենք, վերցնենք, կան խնդիրներ, իրանք կլուծվեն այդ խնդիրները։ Թե հիմա ոնց կլուծվեն, դա էլ Աստված գիտի։ Ես մենակ ուզում եմ, որպեսզի իմ ժողովուրդը համերաշխ ապրի եւ ես կողմ եմ վարչապետի այդ խաղաղության գիծը, որը նա տանում է, հա, թե ներսում մեր երկրի, թե միջազգային արենայում, որը շատ կարեւոր է։ Այդ թող խաղաղությունը հաղթի, ես խաղաղության կողմնակից եմ, թող իսկական քրիստոնեությունը, սերը Աստծո տարածվի մեր հայ ժողովրդի մեջ, իսկ քաղաքական հայացքները յուրաքանչյուրն էլ կարող են հայտնել անկախ իրենց դիրքից։ Այսինքն կաթողիկոսը կարող էր 2021-ին իրավունք ուներ վարչապետի հրաժարականը պահանջել, որից հետո իդեպ վարչապետը նաև հրաժարական տվեց։ Դե այդ ժամանակ բոլորն էին վարչապետի հրաժարականը պահանջում, անգամ ես 21 թվականին։ Հիմա տարօրինակ է, դուք կաթողիկոսի հետ նույն դաշտում եք գործել։ Այդ ժամանակ բոլորս էինք վարչապետի հրաժարականը պահանջում, բայց հետո ընտրություններին ժողովուրդը ցույց տվեց, որ ուզում է նաև որ վարչապետը շարունակի։ Մենք չենք կարող հաշվի չնստել ժողովրդի կամքի հետ։ Հիմա ինչու կաթողիկոսը չի ուզում նույնը հասկանալ։ Ես չեմ ուզում այդ դաշտ մտնեմ, Հերմինե ջան, ինձ մի տարեք այդ դաշտ։ Ես չեմ ուզում խառնվեմ այդ հարցերի մեջ, ուզում եմ որ համերաշխություն լինի նաև պետություն եւ եկեղեցի այդ հարաբերությունների մեջ, որովհետեւ բոլորիս համար էլ այս ամենը այդքան էլ հաճելի չի եւ այլն, դա պետք է անցնի այդ этаպը։ Ես կարծում եմ որ լավ կլինի։
Լավ, խոսենք ձեր անձնական կրոնական հայացքների մասին մի փոքր, եթե դեմ չեք։ Ավելի վաղ մամուլում էլ դուք չեք թաքցրել այդ մասին, հայտարարել եք, որ կյանքի խոսք կրոնական այդ համայնքին եք երկար տարիներ համայնքի անդամ եք եղել, այնտեղ եք հաճախել ու այսպես շարունակ։ Հետո եք որոշել կնքվել, վերադառնալ հայ առաքելական եկեղեցի ու այսպես շարունակ։ Նաև նշեք, թե ինչպես դա տեղի ունեցավ, այսինքն ինչու որոշեցիք ինչ-որ մի պահի կնքվել, դա, չգիտեմ, հոգևոր պահանջ էր, թե ինչ-որ բան ձեր մոտ հասունացավ, ինչպես հասկացաք, որ պիտի կնքվեք ու արդեն դառնաք առաքելական եկեղեցու հետևորդ։ Ես չեմ եղել կյանքի խոսք կրոնական կազմակերպության անդամ, պարզապես հաճախել եմ, որովհետև այնտեղ հովիվին էի ճանաչում, հիմա էլ եմ ճանաչում։ Ախր ես մի հատ կարող եմ ասենց ասել, չգիտեմ մյուսների մոտ ոնց է, ես բոլոր տեղերում ես ինձ լավ եմ զգում, իմ ժողովրդի մեջ եմ։ Հետո անցավ ժամանակ ես մկրտվեցի մեր հայ առաքելական եկեղեցում։ Դա ինչ որ բարձրապես կյանքի էտապներ է, որը որ մարդ հարարած անցնում է, հասունանում ես, հոգևոր տարբեր հայացքներ ես ունենում, վերանայում ես։ Այստեղ նպատակը չի, որ լինել այս կամ այն կրոնական կազմակերպության անդամ։ Այստեղ նպատակն է, որպես մարդ փնտրտուքների մեջ ես, հոգևոր սնունդի հետևից ես գնում, ինչ ես ուզում, այստեղ կա, այնտեղ չկա, հետո տարբեր տեսակի փոփոխություններ ա ներսումդ լինում, դա անձնական խնդիրի հոգևոր պահեր յուրաքանչյուր մարդու։ Իմ համար կարևորը, որովհետև բոլորն էլ հայ են, կյանքի խոսքել են գնում մեր հայ ժողովուրդը, հայ առաքելական մեր եկեղեցին են գնում հայերը, բոլորս հայ ենք։ Ինչն է նպատակը, լավ, ի վերջի մենք ինչ ենք ուզում մեր երկրից, մենք մեզանից ինչ ենք ուզում, մենք ուզում ենք, որ մենք իրար հետ լավ ապրենք, խաղաղ երկրում ապրենք, բարգավաճենք, ստեղծենք, չբռնենք գաղթի ճանապարհը, մեր նպատակը ո՞րն է։ Մեր նպատակը այն է, որ մենք մեր երկրում կարողանանք լավ ապրենք, ստեղծենք, արարենք, երեխաներ ծնվեն, երկիրը շենանա, լավ լինեն ժողովուրդը, տնտեսությունը զարգանա, աշխատատեղեր բացվեն, պատերազմներ չլինի։ Կարող են լինել, այսպես ասված, ոչ համաձայնություններ, բայց դա պետք է առողջ լինի, էլի, բայց ոչ թե այն ինչ որ հիմա է տեղ ունեն։ Օրինակ վերջին, որ ես գնացի վարչապետի հետ Թալին, թիրախավորվեցի, դարձա, չգիտեմ, չուտ լինի ազգի դավաճան, որ գնացել եմ երկրի վարչապետի հետ մասնակցում եմ պատարագի։ Հիմա ես համարում եմ դա ոչ առողջ մթնոլորտ։ Դա չի կարա նորմալ լինի։ Այսինքն եթե ես օրինակ ժամանակին վարչապետին քննադատել եմ, ապա ես հիմա իրավունք չունեմ գնա վարչապետի հետ մասնակցեմ պատարագի կամ սեղմեմ նրա ձեռքը, սա ինչ տրամաբանություն է, սա ինչ աբսուրդ է, որը տեղի ունենում։ Իդեպ դա տեղի ունենում ընդդիմադիր դաշտում։ Այն իմ ընդդիմադիր գործընկերների այսպես կոչված, որոնց հետ ես կարծես թե նույն ճամբարում եմ, հա, որպես ընդդիմադիր հայացներով տեր մարդ։ Դուք ինչի եք վատ զգում, չեմ հասկանում։ Ուզում եմ ասեմ, ինչն է ձեր խնդիրը, որ դուք պիտակավորում եք, վիրավորում եք, սոցցանցերում ձեր մեկը մյուսին հերթ չեք տալիս մեր Արմենիային դնել ու քննադատել, պիտակավորել։ Լավ, դա ամոթ է, էլի ամոթն էլ է լավ բան, որը որ իհարկե կորել է մեր հասարակության միջից, որը որ պետքա շտապ վերադարձվի։ Որտեղ այն ժամանակ, երբ որ ես փոքր էի ու դեռ սովետական տարիներին եմ հիշում ինձ, ամոթ բառը ու ամոթա, դա շատ լուրջ էր էլի, որ մարդուն ասում են լավ ամոթա, մի ասա կամ մի արա, մարդը իրեն կարգեր հրավիրում, իսկ հիմա ամոթը կորել է։ Կա Facebook, կա, չգիտեմ, աղբյուրներ, սոցցանցեր, ով ինչ ուզում իրար ասում, անիծում, հայոյում, սենց չի կարա շարունակվի, սենց լավ չի։ Մահեր, տեսեք, դուք ասում եք, որ ընդդիմադիր դաշտում ձեզ թիրախավորել են լինելով նույն դաշտում, բայց իրենք էլ ասում են, որ դուք ճամբարափոխ եք եղել, թողել եք այդ նավը։ Իրանք շատ բան կարող են ասել։ Ես գիտեմ, ես ինչ ճանապարհ եմ գնում, որ նավի մեջ եմ։ Թող իրանք մտածեն, իրանք որ նավի մեջ են։ Ես պակրանի մերի իմ նավը չարության նավ չի։ Ես չարության նավի մեջ չեմ գնում։ Իսկ իրանք լցված են չարությամբ։ Իրանց նավը կոչվում է չարության նավ, որը որ միանշանակ խորտակվելու է, որովհետև չի կարա այդ նավը, եթե չարությունով է լցված, չխորտակվի։
Բայց եւ եթե վերադառնանք երկարվեստին, դուք բավական հայտնի, սիրված, ճանաչված երգիչ եք, եղել եք եւ հիմա էլ կաք, բայց ամեն դեպքում ինչու ինչ որ պահի, ինչը պակասեց, որ որոշեցիք մտնել քաղաքականություն եւ արդյոք այդ քայլով նաեւ ձեր այսպես կարիերային ինչ որ իմաստով չվնասեցիք։ Լսել եմ էլի կարծիքներ, թե մհեր պետք էր քեզ, ինչի դեր պետ, դու քո երգը հանգիստ երգի, ժողովուրդը քեզ սիրում է։ Ես էլի երգում եմ, ես էլի շարունակում եմ երգել, էլի իմ արվեստի մեջ եմ։ Կյանքում էտապներ են լինում, երբ որ մարդը ինչ որ մի քայլ է գնում, ինչ որ մի, հա, ասենք քայլեր է անում, նորմալ եմ համարում։ Կարևորը ինձ համար այն է, որ ես նույնպես շարունակում եմ երգել, նույնպես շարունակում եմ մնալ իմ դիրքում որպես արտիստ, անկախ որ քաղաքական ուժի ղեկավար եմ, երբեք չեմ էլ պատրաստվում ոչ առաջադրվեմ, ոչ էլ նախ երկու երկրների քաղաքացի եմ եւ Հայաստանի եւ Ռուսաստանի օրենքը թույլ չի տալի, ես չեմ էլ ուզի։ Եթե գա մի պահ, որ 26 թվականին ես որպես քաղաքական ուժի ղեկավար օրինակ մասնակցություն ունենամ 21 ունենամ 26 թվականին, ապա հաստատ իմ առաքելությունը կլինի բացահայտել այսպես կոչված նոր քաղաքական կադրերի աստղերի, որոնք որ մեր երկրում կան։ Իմ կարծիքով պետք է անդիմադիր դաշտը վերանայվի, այն ընդդիմությունը, որ այսօր պարլամենտում է, այդքան էլ արդյունավետ չի։ Մարդիկ ուզում են ընդդիմության դաշտում տեսնեն փոփոխություններ եւ բավականին շատ կուսակցություններ են գրանցվել իրենց գաղափարախոսությունով պետք է ներկա գար, որպեսզի ժողովուրդը նույնպես տեսնի նոր դեմքերի, թե չէ նույն դեմքերը տենց ինչքան կլինի։ Նոր ընդդիմադիր կադրեր աստղեր ասելով ինչ նկատի ունեք մեն։ Նոր մարդիկ, որոնք որ այսինքն պարտադիր չի բոլորը երգիչներ լինեն։ Չէ, ոչ ընդհանրապես խոսքը չի գնում երգիչների մասին, օրինակ ես այս քաղաքական գործունեության ընթացքում ծանոթացա տարբեր տեսակի մարդկանց հետ, թեկուզ մեր կուսակցականներ, թե ոչ կուսակցական մարդիկ, ընկերները, որոնք որ պատրաստ են պետությանը ծառայեն, պատրաստ են ինչ որ քայլեր անեն, որ ժողովրդին ծառայեն։ Պարզապես չի հասնում հերթը, որովհետև կան ավելի sense գլոբալ չէ, էլի sense մեծ արդեն կարկառուն քաղաքական ուժեր, որոնք որ չեն ուզում այդ դաշտը ուրիշ մարդիկ գան, իրանք ուզում են մենակ իրանք լինեն։ Իսկ ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը ուզում է փոփոխություն, ժողովուրդը ուզում է նորություն, թեկուզ անդիմադիր դաշտում։ Իսկ ձեր ազգի ձայն կուսակցությունը հիմա գործում է, որովհետև ժամանակ կար, որ նաև տարընկալումներ կային, դուք մի հայտարարություն եք անում, ձեր կուսակիցները մեկը այլ, դուք ասում եք, որ դուք կուսակցության հիմնադիրը մնացածը հայտարարում էին, որ ավելի լավ է հեռու մնաք կուսակցությունից, հիմա ինչ պրոցես է քաղաքական այդ առումով գործում է, ես նույնպես մնում եմ որպես հիմնադիր կուսակցության նախագահ, եթե զգանք, որ կլինի համապատասխան միջոցներ, ապա մենք միգուցե նույնպես որոշում կայացնենք 26 թվականին մասնակցել ընտրություններին։ Եթե չէ, եթե զգանք, որ դրան դեռ պատրաստ ենք, չենք մասնակցի ոչ մի ընտրություններում։ Իսկ 26 թվականին ընտրություններին մասնակցելով ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում չեք գալու խաղաղության դեմ այդ թեզերով, հայտնի թեզերով, ինչի հիմա անդիմություն անում։ Մենք միանշանակ ողջունելու ենք այն քաղաքականությունը, խաղաղության, որը ողջունում է, որը որ գնում է գործող իշխանությունը վարչապետի գլխավորությամբ, որովհետև մենք կողմնակից ենք խաղաղության։ Դա լինելու է մեր կարգախոսը, որ այո, որ այն քաղաքական ուժերը, որոնք քարոզում են եւ դեմ են խաղաղությանը, ապա մենք իրենց հետ միանշանակ չենք լինելու։ Մենք կողմն ենք խաղաղությանը։ Եվ մհեր, նաև ինչ անելիք ու ասելիք ունեք նաև երկարվեստում, ունեք թե չունեք, որովհետև քիչ չեն նաև այդ առումով քննադատությունները, որ երկարվեստում արդեն ասելիք չունենալով այդպես մտել եք քաղաքականություն, որ կարողանաք քաղաքականությունում ինքնադրսևորվել։ Արդյոք տեղին են այդ քննադատությունները եւ արդյոք անելիք ու ասելիք դեռ ունեք երկարվեստում։ Շատ լավ հարց եք տալիս, ասելիք կա, անելիք կա, առաջ Աստված 2026 թվականի մայիսի վերջին ուզում եմ ներկայանալ մենահամերգով, որովհետև 10 տարի առաջ 2016-ին է եղել վերջին մենահամերգս, 2026 թվականին անպայման ուզում եմ ներկայանալ մենահամերգով, անպայման արդեն որոշակի նոր երգեր ունեմ, տեսնենք
ասելիք կա շատ երկարվեստում։ Դա իմ առաջնային առաքելությունն է այս կյանքի, որով ես զբաղվելու եմ ամբողջ կյանքս։ Բեմը, արվեստը, մշակույթը, հայկական մշակույթը տարածելով ամբողջ աշխարհով, հայկական դրոշը բարձրացնելով, որպես հայ մշակույթի գործիչ, որպես վաստակավոր արտիստ, այդ առաքելությունը շարունակվելու է, կա ու կլինի 26 թվականին, որ լինի անպայման մենահամերգս, դուք հրավիրված եք։ Շնորհակալ եմ շատ, իսկ բեմն ու քաղաքականությունը համատեղելի են, Մհեր։ Բարդ հարց է։ Մեկը մյուսին չի խանգարում։ Բարդ հարց է, բայց նա էլ է մշակույթ, սա էլ է մշակույթ, ամեն ինչը իր մշակույթային հիմքը ունի, չեմ կարող ասել խանգարում է թե ոչ, ինձ մոտ այս этаպում, որ արդեն եկավ մի պահ, որ ես հասկացա, որից հետո է դրվեց ամեն ինչը սենց, ոնց որ ասում եմ, պապոլոչկը, ոչ մեկն է ոչ մի բանի չի խանգարում։ Եթե ճիշտ քաղաքականություն ես վարում, ապա ճիշտ ես ընկալվում։ Ասում են մուզիկան չզբաղվել պոլիտիկայով, բան, ես համամիջ եմ այդ կարծիքի հետ, որովհետև ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, սա իմ հայրենիքն է, եւ ես միանշանակ մասնակցելու եմ իմ երկրի հասարակական, քաղաքական զարգացումներին, տալու եմ իմ գնահատականը, իմ որակումը, որը գտնում եմ ճիշտ, եւ միանշանակ ներկայացնելու եմ հայ մշակույթը երկրից դուրս, իմ երկրում զարգացնելու եմ, որովհետեւ միշտ էլ այդ գործով զբաղվել եմ։ Շնորհակալ եմ, Մհեր։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի երգիչ Մհեր Արմենիայի հետ, կհանդիպենք։